Պարոնայք, դուք հարցեր ունեք, որովհետև ես արդեն գնում եմ։ Սրանք Ֆրանսիայի հիվանդանոցում մահվան մահճում 73-ամյա Գեորգի Գյուրջիևի արտաբերած վերջին խոսքերն են։ Մոգ, միստիկ փիլիսոփա և հոգեբան։ 20-րդ դարի ամենաառեղծվածային անհատներից մեկը, որի անունն անմիջականորեն կապված է այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսիք են Ստալինն ու Հիտլերը։ Գեորգի Գյուրջիևի ուսմունքը տարածված է ողջ աշխարհում։ Այն գրավում է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներին։ Մեծ էզոթերիկ տեսաբանի աշակերտներից են եղել ռուս փիլիսոփա Պյոտր Ուսպենսկին, մաթեմատիկոս Ջոն Բենեթը, կոմպոզիտոր Թոմաս դե Հարթմանը, Մերի Փոփինս մանկական հայտնի ստեղծագործության հեղինակ Պամելա Թրևերսը, ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Ռեյնարդը և էլի շատերը։ Նրա փիլիսոփայությունն ու դավանանքը շարունակել է իր ազդեցությունն ունենալ նաև մահից հետո։ Գյուրջիևի աշակերտների մոտ ուսանել են հայտնի ջազ դաշնակահար Քեյթ Ջերեթը, կիթառահար Ռոբերտ Ֆրիպը և էլի շատերը։ Գյուրջիևի ամբողջ փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ մարդը ինքը իրան ճանաչի, հենց ինքը իրան անմիջապես։ Դրա համար ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում փնտրել է դրա բացահայտման ճանապարհը, ինքնաճանաչման։ Փորձիր հասկանալ երևույթների արմատն այն խորությամբ, ինչը մյուսները համարում են գաղտնի և հանելուկային։ Երբեք ոչինչ մի արա միայն նրա համար, որ այն անում են նաև ուրիշները։ Երբեք մի մտածիր և մի վարվիր այլոց պես։ Վստահիր միայն քո աշխարհ հայացքին։ Եվ նրա հիմնական սկզբունքը իմացյալ հավատն ազատություն է, զգացմունքային հավատը ստրկություն, մեթոդիկ հավատը հիմարություն։ Թեև Գյուրջիևն այլևս պատմություն է դարձել, բայց նրա հիմնած դպրոցը կա ու մնայուն է։ Գյուրջիևը ասում էր, որ մարդու ժողովրդի համար անհասկանալի է իր ուսմունքը զուտ այն պայմանով, որ մարդու միտքը և մարդու մարմինը, միասնականությունը անընդունելի է ժողովրդի համար։ Իր համար դա ցավ էր, որ մարդիկ չէին հասկանում, բայց համենայն դեպս ինքը ասում էր, մարդիկ ապրում են, բայց քնած են հիպնոտիկ քնի մեջ։ Իր դարդուցավը դա էր, որ կարողանար այդ միստիկ, հզոր, գեր փիլիսոփան կարողանար պատուհաններ բացել, դռներ բացել, ժողովրդին հասանելի դարձնել իր միտքը, իր ցանկությունը։ Շատերը համարում են, որ նրա ուսմունքը երկրային ծագում չունի։ Այն մարգարեներին տրված հատուկ իմացություն է, ոմանք էլ կարծում են, որ Գյուրջիևը կապ ունի գերբնական դպրոցների հետ։ Հայտնի թաքնագետ, մաթեմատիկոս Ջոն Բենետի կարծիքով Գյուրջիևն ուներ պատմական առաքելություն, որը կապված էր մարդկության կյանքում ավանդական գիտելիքի դերի վերականգնման հետ։ Գյուրջիևի ուսմունքը շատ էկլեկտիկ է։ Ժամանակին շրջելով ամբողջ արևելքը, նա բոլոր տեղերից այդ ուսմունքներից հավաքել է ինչ որ իրեն է պետք է, ինչ որ ինքն է ուզեցել հավաքել եւ ստեղծել է իր ասես կոչված 4-րդ ուղին։ Ու փիլիսոփական ուսմունք է մարդու զարգացման, մարդու վերափոխման եւ այլն դրա մասին է։ Գյուրջիևը բայց բավականին ազդեցիկ է եղել եւ բավականին օգնել է տարբեր մարդկանց Գյուրջիևը։ Դրա համար հիմա այդ ուսմունքով, որ մարդուն պետք է փոխելու համար պետք է նրանց կոտրես, զրոյացնես, ցավերի, քրտինքի եւ այլն միջոցով դարձնես լրիվ մաքուր, ինչ որ ասած սկուտեր եւ դրա մեջ լցվի արդեն նորը եւ մտքի կդրվածքով եւ սրդի կդրվածքով եւ այլն եւ այլն։ Գեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխեյ փողոցի թիվ 35 տանը։ Ականատեսները վկայում են, որ նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն ու առանց ճիչ։ Նրա ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Հայրը եղել է Գյումրիում ճանաչված աշխուժ Ուստա Ադաշը, ով 1918 թվականին գնդակահարվել է թուրքերի կողմից, իսկ մայրը Եվան բնիկ գյումրեցի է Բագրատունիների տոհմից։ Այդ դա ժողովրդի համար հետարքիր էր, ոնց կարող է աչքերը բաց լինի աշխարհը տեսնել, բայց չլացել, չճչալ, որ աշխարհի բոլոր երեխաները ասում են լսվեց մի ճիչը չլսվեց Գյուրջիևի համար։ Գեորգի Գյուրջիևը ազգությամբ ընդունված է ասել հունատավան խույն ծագում ունեցող
ընտանիքից սերված անձնավորություն է, որի ծնողները նույնիսկ նշանավոր խորը Իվանովիչ Գյուրջիևը, այսինքն Աշուղ Ադաշը 17-րդ դարի ուրեմն վերջերին ռուս-թուրքական պատերազմից հետո բնակություն են հաստատել Ալեքսանդրապոլում։ Ահա այն ինֆորմացիայի, այսպես ասած, կարևոր անկյունը, որ մենք ունենք իր գրքում, որ ներկայացնում է, եւ նաեւ ներկայացնում է, որ իրենց ընտանիքը ապրել է Ալեքսանդրապոլի հունական թաղամասում, այսինքն Գրեչսկի գյուղն, որը մեծ գյուղացիներից հայտնի է հունական թաղ համուրմի Յակոբ։ Երբ ես հիշում եմ իմ մանկությունը, իմ առջևում հառնում է հայրս։ Նրա համբավը, որպես բանաստեղծ ու պատմաբան, մեծ տարածում է գտել Անդրկովկասյան եւ Փոքր Ասիայի մի շարք երկրներում։ Նրա պատմած արտասովոր ու առեղծվածային պատմություններն իմ մեջ ցանկություն առաջացրին դառնալ այդ պատմությունների լեգենդար հերոսը եւ իմ էության մեջ առաջացրին ցկտում դեպի այդ բարձր գաղափարները։ Գեորգի Գուրջիև։ Իր տեսության նման խորհրդավոր են նաև Գուրջիևի ծննդյան ամսաթիվն ու կենսագրական մի շարք տվյալները։ Ոմանք ասում են ծնվել է 1866 թվականին, ոմանք 1872-ին կամ 1877-ին։ Եվ չնայած այս վարկածներին ավելի ընդունելի տարբերակ է 1866 թվականի հունվարի 13-ը։ Մի անգամ, երբ Գյուրջիևը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սահմանապահ ծառայությունը նրա անձնագրում սխալ է հայտնաբերում, ըստ որի ծննդյան ամսաթիվը գրված է լինում 100-ամյակ հետո ապագա ժամանակով։ Փիլիսոփան նայում է վրիպակին, ժպտում ու արտաբերում։ Հենց այդպես էլ կա։ Ես այդ ժամանակից եմ գալիս։ Ապագա միստիկ փիլիսոփան նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի եկեղեցում կից ծիսական դպրոցում, որտեղ ուսանել է նաև Ավետիքի Սահակյանը։ Վերջինիս հետ նրանց մտերմությունը շարունակվել է շատ երկար տարիներ։ Որոշ ժամանակ անց ուսուցչի խորհրդով կրթությունը շարունակել է Կարսում, որտեղ երգել է նաև ուղղափառ եկեղեցու երգչախմբում։ Ծնողները կամեցել են, որ Գեորգին քահանա դառնա, բայց պատանին սիրել է ավելի տեխնիկական ու մեխանիկական աշխատանքներ։ Օրինակ, հոր արհեստանոցում նա կարող էր ժամերով վերանորոգել անսարք առարկաներ։ Իր ամենաառաջին ուսուցիչը, որ իրան ճանապարհ է մաղթել, դա ուղղափառ եկեղեցու առաջնորդն էր Տեր Բոշը, որ կարողացավ իրեն հնարավորությունը զգալ ու Գյուրջիևային բարի ճանապարհ մաղթել, ու այդպես ճանապարհորդեց, բացի այդ փիլիսոփա, ուսուցիչ, հետազոտող, իրան գցեց ճանապարհորդ, որ կարողացավ աշխարհը տեսնել իր ափերի մեջ։ Պատտվել է, բայց կարողացավ զգալ աշխարհը։ Ոչ բոլորն են կարող են գնալ հանգստանալու, կարող են վայելել, բայց աչքեր չունենան։ Ավազի վրա նստել, չզգալ ավազի խորությունը, ավազի հաճույքը, ծովի մեջ մտնել, չընդունել որպես լոգանք, բայց Գյուրջիևան ամեն մի հնարավորինից մեջ զգում է մի մեծ աշխարհ։ Օտարազգի կենսագիրները նշում են, որ Գյուրջիևն ունի հունական ծագում, որ նրա հայրն Ալեքսանդրապոլ է գաղթել Վրաստանի Խալկա լճի շրջակայքից, իսկ որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ այդ տարածքում բնակվել են Կապադովկիայի հունադավան հայերը, ծաթերը։ Պարզապես այդ ժամանակ առաքելական եկեղեցին քաղկեդոնական դավանանքի հետևորդներին հայեր չէր համարում, կոչելով նրանց հույներ։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ մինչև 19-րդ դարի վերջը Ալեքսանդրապոլում, Գյումրիում գոյություն է ունեցել արևորդիների ծպտյալ համայնք, եւ այստեղ հաստատված Գյուրջիևները եղել են այդ շարժման հետևորդներ, որոնք ունեցել են իրենց գաղտնի ծեսերն ու կենսակերպը։ Կենսագիրները պատմում են, որ նա Փարիզում ապրելու ընթացքում ենթարկվել է ավտովթարի ու ստացել ծանր վնասվածքներ։ Գիտակցության գալով աշակերտներին պատվիրել է մեծ խարույկ վառել։ Օրեր շարունակ նա լուռ նստել է այդ խարույկի մոտ։ Կարճ ժամանակ անց ապաքինվել է առանց որևէ բժշկական միջամտության։ Պատմաբանների շատերն այդ դիպվածը եւս կապում են թաքնատեսի որդեգրած հեթանոսական հավատամքի հետ, ըստ որի մարդը հրածին է, եւ նրա ամբողջականությունը կարող է ապահովել հենց այդ բնական տարերքը։ Սակայն Գուրջիևների բացարձակ հեթանոսության դավանակիր լինելու տեսակետին հակասում է այն փաստը, որ Գեորգիի ծնողները ցանկացել են, որ իրենց որդին դառնա քրիստոնեական վարդապետության հետևորդ ու քահանա։ Արագ վարելը, վթարը, էլի ինչ-որ սարքովիություն ուներ իր մեջ։ Ամեն ինչ նա արել է կրկնում, որպեսզի գաղտնիության շղարշը իր վրայից դուրս չգա, դա նաև իր մեթոդներից մեկն էր, բայց նաև
ինչպես ինքն է նշում, որպեսզի հասնի ավելի շատ զարգացման եւ իր նպատակներին ավելի հեշտ հասնի, նաեւ որոշ բաներից պարտավորված էր իրենց կողմ զրկել, նույնիսկ ամենաուժեղ զենքից կարող էր ինքը հրաժարվել իր հնարավորության մասին, խոսքը ոչ թե կոնկրետ զենքի մասին է, որպեսզի դրա փոխարեն ավելի շատ ստիպված լինի աշխատել եւ ավելի շատ ռեսուրսներ իր միջից գտնել, քանի որ նա իրավացիորեն համարում է, որ ռեսուրսները անսահման են, սակայն այդ ռեսուրսներին հասնելու ճանապարհը ոչ բոլորը գիտեն։ Ոմանք նրան համարում էին ապագան կարդացող, ոմանք սովորական շարլատան։ Շատերի համար նա ճակատագրեր փոխող կախարդ էր, շատերի համար ռուսական գործակալ։ Իսկ համախոհները վստահ էին։ Գյուրջիևն այլ աշխարհներից ուղարկված падգամաբեր էր, որի առաքելությունն էր աշխարհի 4 ծայրերից հավաքել մարդկության մասնատված ու մոռացված իմաստությունը։ Ովքեր որ համարում են, որ շարլատան է, երևի լավ չեն ուսումնասիրել, ովքեր շատ են ուսումնասիրել, գուցե թե կարողանում են նրա գաղափարները օգտագործել, ինչից միանշանակ շահում են։ Ես ինքս բավական լավ կիրառում եմ եւ շատ մարդկանց կարողանում եմ օգնել հենց հիմք ընդունելով այն գաղափարները, որոնք պարոն Գյուրջիևն էր ներկայացնում։ Ասում են, նրա կյանքում շրջադարձային է դարձել իր հիմնած ճշմարտության որոնողները միության անդամներից մեկի Սարգիս Պողոսյանի հետ Նիկողայոս Մարի գլխավորած Անիի պեղումներին մասնակցելը, որի ժամանակ հայտնաբերել է սարմունք եղբայրություն իմաստունների հնագույն ձեռագրերը։ Եվ այս հետաքրքիր էպիզոդը, այս հատվածը տանում է Գյուրջիևի կողմից մի կարևոր լեգենդի, մի կարևոր ավանդույթի հայտնաբերմանը եւ ներկայացմանը, որը վերաբերվում է Անիի հազարումի եկեղեցիների քաղաք կոչվելու ավանդույթին։ Ինքը իրան համարում էր, որ իր ուղղությունը դա էզոթերիկ քրիստոնեություն է, որովհետև ցանկանում էր, որպեսզի շատ չկտրվի իր արմատներից, բայց միայն քրիստոնեությունը իրան բավարար չէր լինի։ Բավական շատ ինքը վերցրել է նույն հնդկական յոգերից, նույն մուսուլման սուֆիներից, նույն քրիստոնեությունից, այդ բոլորը անցկացրել է իր միջով, իր փորձով, որը բավական շատ էր եւ այն փորձություններով, որոնց միջով անցել է, եւ ամենաշատը, որ ես ուզում եմ կարևորեմ, այդ սեփական իսկական եսի ձևավորումն է, որը ինքը շատ կարևորում էր։ Ես կատարել եմ ուխտագնացություն դեպի հայկական Սուրբ քաղաք Էջմիածին։ Այցելել եմ տարբեր հավատքների հետ կապված շատ վայրեր, խորությամբ ուսումնասիրել եմ հնագիտություն, հետազոտել անհետացած քաղաքների ավերակները եւ հասկացել, վաղնջական ժամանակաշրջանում եղել է մեկ ճշմարտություն եւ մեկ ընդհանուր գիտելիք։ Խոստովանել է մեծ փիլիսոփան եւ 22 տարեկան հասակում դուրս եկել մեծ ճանապարհորդության։ Այդ ճշմարտության մասունքները հավաքելու, լինելով տարբեր երկրներում, ծանոթանալով ժամանակի հայտնի ու անհայտ կրոններին, հավատալիքներին ու փիլիսոփայություններին։ Որպես մարդ մենք տեսնում ենք մեկին այնքան կենթանի ինքը, որ կարելի է շփվել իր էմանացիայի հետ, այսպես ասեմ, ով ուներ արտակարգ հումոր եւ նույն ժամանակ լինելով շատ նրբանակատ նաեւ բռի էր, իսկական գյուղի տղա, որտեղ իհարկե Գյումրին հատկապես քաղաք էր այդ ժամանակ, բայց ինքն իր բարքերով ամենուր ապրել է, գիտեք, երկար ապրել է Վրաստանում, ուսանել է Աֆղանստանում, եղել է Թուրքիայում, Պարսկաստանում, այսինքն շատ մեծ աշխարհագրությամբ է շրջել, բայց այդ սարեցու, լեռնեցու բանը իր արժան մեջ կար, շատ հայկական եւ արխայիկ կերտվածքի մեկն էր։ Մինչև հոգևորականները Գյուրջիևին անվանում էին սատանիստ եւ մեղադրում կախարդության մեջ նա խորհուրդ էր տալիս։ Երբ մեդիտացիայի ժամանակ քեզ այցելում է սատանան, ստիպիր նրան մեդիտացիա անել։ Փոքր դարիքում ականատես լինելով տարբեր ծեսերի, իր մոտ այդ հետաքրքրությունն է արթնանում, որն է իմաստը կյանքի։ Մեր առաքելությունը որն է մարդու առաքելությունը եւ սկսելով որոնել, ճամփորդել Հայաստանով մեկ միջին արևելք, հասնելով Հնդկաստան, Թիբետ, երկար տարիներով ուսումնասիրելով տարբեր ծեսեր, տարբեր կրոններ եւ այս ամեն ինչի մեջ բնականաբար երաժշտությունը
բարերը, ժողովրդական երաժշտությունը, տարբեր ծեսերի երաժշտությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ այդ ամբողջ ճանապարհորդությունների ընթացքին լսելով տարբեր ժողովրդական երաժշտություն, բարեր, հոգևոր երաժշտություն, մտապահելով տարիներ անց նա թելադրել է իր աշակերտ Թոմաս Դե Հարտմանին, ով դաշնամուրային պիեսներ է ստեղծել, բայց ամբողջովին հիմքը լինելով արևելյան երաժշտություն։ Քանի որ ինքը ուսումնասիրում էր գաղտնագիտություն եւ ուսումնասիրում էր տարբեր երկրների եւ ժողովուրդների հոգևոր գիտելիքները, այդ իր մեջ դարձնում էր ավելի շատ միստիկ, քան փիլիսոփա։ Փիլիսոփաները իրենք ինչ են անում, իրենք գրքեր են գրում, օրինակի համար, եթե մենք վերցնենք դարաշրջանի եւ իրապես նման Բլավատսկը, Շտայները, իրենք փիլիսոփայությունով են զբաղվում, էզոտերիկայի հիմնադիրներն են իրենք եւ պրակտիկ շատ քիչ բան տվեցին իրենք։ Իսկ Գուրջեևը ավելի շատ ոչ թե գիտնական էր, ոչ թե իսկ ինքը պրակտիկ էր, ինքը ինչ որ իր մեջ կար, ինքը պրակտիկայով տալիս էր։ Իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ եգիպտական բուրգերի մոտ Գյուրջիևը հանդիպել է կյանքի իմաստն ու ճշմարտությունը փնտրող իր նման երկու հոգու՝ պրոֆեսոր Հնագետ Սկրիդլովին եւ նրա ընկեր Իշխան Լյուբովեցկուն, ով իր կյանքը նվիրել էր կրոնների ուսումնասիրությանը։ Երկար զրուցելուց հետո հասկացել են, որ համախոհներ են եւ միասին հիմնել են ճշմարտություն որոնողների եղբայրական միությունը։ Ճշմարտության ու բարձրագույն գիտելիքի շուրջ նրանցից ամեն մեկն ունեցել է անձնական փորձառության վրա հիմնված իր ուսումնասիրությունը, սակայն կարճ ժամանակ անց հասկացել են, որ մեծ արդյունքի հասնելու համար հարկավոր է շփվել նաև այլ ճշմարտություն փնտրողների հետ։ Ուստի սկսել են այցելել տարբեր ընկերակցություններ ու կրոնական կենտրոններ, այդ թվում մենաստաններ, քրիստոնեության արմատներն ուսումնասիրելու համար։ Առաքյալ եւ շարլատան, խաբեբա եւ սուրբ, հրեշտակ եւ սատանա, այս համադրությունները հենց իր ասած քնածների համար են, չէ՞ որ մենք ես կրթությամբ աստվածաբան եմ եւ խորքային առումով գիտենք, որ բարձրագույն ուժը այնքան զորեղ է, որ կարողանում է իր մեջ ներդաշնակորեն համադրել եւ համատեղել երկու հակադրություններ։ Մեզ համար է կրակը գոլորշիացնում ջրին եւ ջուրը հանգցնում կրակին, բայց էզոթերիկայի մեջ կրակն ու ջուրը ներդաշնակ կարող են մեկ միջավայրում, մեկ տարայի մեջ լինել։ Եվ Գյուրջիևը արդար լինելու համար պիտի ասենք իրենում միավորում էր եւ սրբին եւ մեղավորին, եւ խաբեբային եւ հրեշտակին, եւ Աստծուն եւ սատանային։ Պոլսում Գյուրջիևը այցելել է նաև դերվիշների եղբայրություններ։ Ես գնացի Մեքքա, Մեդինա, ինձ համար մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալու հույսով, սակայն ոչինչ չգտա։ Հասկացա, որ իսլամի գաղտնի ուսմունքների հիմքերը կենտրոնացված են Բուխարայում։ Այնտեղ որոշեցի մեկուսանալ եւ խորհել ներկա վիճակից ու ապագա գործողություններից մասին։ Հետագայում հասկացա, որ ինձ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները կարող են բխել ենթագիտակցությունից, խոստովանել է Գյուրջիևը։ Հիպնոսի ուսումնասիրությունն ինձ թույլ տվեց ենթադրել, որ մարդը կազմված է 3 տեսակի կենտրոններից՝ ինտելեկտուալ, զգացմունքային եւ շարժողական։ Ինձ չէր հաջողվում հիպնոսով ապաքինել մտավոր թեր զարգացած, ալկոհոլ եւ թմրանյութ օգտագործող մարդկանց։ Ինձ հաջողվում էր բուժել ցավից տառապող մարդկանց, ասել է Գյուրջիևը։ Գյուրջիևը մի ամբողջ ներկապնակ է ներկայացնում իրենից հախուռն բնավորության մարդ, ով բուսակերին ստիպում էր միս օգտագործել, մարդ, ով չխմողին ասում էր արի հետս մի բաժակ գինի խմի, իսկ խմողին արգելում էր խմել, եւ մսակերին էլ արգելում էր միս գործածել, որպեսզի մարդը իրեն ճանաչի նաեւ նավաբեկության ժամանակ։ Մենք կարող ենք մեծ խոսել, թե ինչպես կպահենք մեզ, եթե Տիտանիկի պես մեծ մի նավի վրա լինեինք եւ նավաբեկության ենթարկվեինք, բայց դա որևէ կապ չի ունենա այն իրավիճակի հետ, երբ մենք ինքներս կլինենք նավաբեկության պայմաններում եւ կլինենք այդ վիճակում։ Ճշմարտությունը որոնելու ճանապարհը երկար ու ծախսատար է եղել։ Այդ միջոցները հոգալու համար Գեորգի Գյուրջիևը բացել է վերանորոգման արհեստանոց, որը մեծ ճանաչում է գտել ողջ Անդրկովկասում, ապա զբաղվել է նաև ձկան ու նավթի բիզնեսով։ Նա ամեն ջանք գործադրել է ճանաչելու տիեզերական բացարձակ գիտելիքի իսկությունը։ Նա հասկացել է, ճշմարտությունը պահպանվում է տարազների, ծեսերի, պարի, երաժշտության ու քանդակագործության գաղտնի լեզուներում։
միտք հոգի մարմին, հենց այնպես չի, որ ինքը վերցրել է սուֆիական մշակույթը, սուֆիական պարերը եւ դերվիշների պարերն է բեմադրել կամ երաժշտություն ա գրել, մի միտում ուներ դա, մարդ ինքը ինքնաճանաչողություն։ Տեսեք ինքը ինչ էր անում, ինքը պրակտիկորեն իր գիտելիքները կիրառում էր պրակտիկայի միջոցով։ Ինքը ասում էր, այս երաժշտությունը արտնացնում է մեր մեջ այդ հոգևոր արմատները, պետք է արտնացնի, ոչ թե միայն էմոցիա տա, ոնց որ մենք սովոր ենք լսել երաժշտություն, այ իր երաժշտությունը լսելուց հետո քեզ մեջ մետամորֆոզա է կատարում, քեզ մեջ ինչ որ բան փոխվում է։ Հետո այս երաժշտությունը անցնում է բարի, իր բարերը, ինքը յոգա է կոպիտ ասած, ինքը սուֆիստներից վերցրած շարժումները ձևափոխում է, ինքը աչը անում է մի գործողություն, ձախը անում է այլ գործողություն, աչը եւ ձախը չեն սինխրոնանում իր մոտ, տարբեր են, ժամանակակից լեզվով կարելի է պսիխոլոգիայի մեջ ասել, որ այդ ասինխրոնիզացիան բերում է նոր նեյրոն կապերին։ Ըստ որոշ տեղեկությունների Գյուրջիևը Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում սովորել է Խորհրդային Միության ահուսարսապ առաջնորդի Ստալինի հետ։ Նրանք երիտասարդ տարիներին եղել են գաղտնի ընկերակցության անդամներ։ Ավելին, Գյուրջիևը եղել է Ստալինի թաքնատես խորհրդատուն։ Նա է հորդորել փոխել ծննդյան ամսաթիվը։ Նա է Ստալինին սովորեցրել իր մոգական պարերը հիպնոսի միջոցով մարդկանց կառավարելու արվեստը։ Գյուրջիևի կենսագրությունը վավերացնող ուսումնասիրողներից շատերը, հատկապես Լուի Պովելը, Ստալինի եւ նրա այդ երկու հավասարազոր կովկասցիների որդեգրած համակարգերի միջև շատ ընդհանրություններ է տեսել, նկատի ունենալով մարդկային նյութի հետ աշխատանքի տոտալիտար զգացմունքները։ Ասում են Գյուրջիևը հիպնոսի դասեր է տվել նաև Ադոլֆ Հիտլերին, եւ հենց նրա խորհրդով է հայկական հավերժախաչը դարձել գերմանական ռեյխի խորհրդանիշը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Գյուրջիևը 1920-ականներին Գերմանիայում, Բերլինում եղած ժամանակ կապեր է հաստատել տեղի արիասոֆիստների եւ թեոսոֆիստների հետ։ Թեև որոշ աղբյուրներում էլ թաքնատեսը հիշատակվել է որպես ռուսական գաղտնի գործակալ։ Գյուրջիևի զարմիկը հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը նրան ծանոթացնում է մասոնական օթյակներից մեկի հիմնադիր Դավիթ Բեհբութովի հետ։ Այդ ծանոթությունը շատ արագ վերածվում է ընկերության։ Գյուրջիևն ու Բեհբութովը միասին ճամփորդել են։ Եղել Տուլեի հանրություն գաղտնի կազմակերպությունում, որտեղ մշակվում էր ապագա գերմանական երրորդ ռեյխի եւ իդեալական մարդու կերպարը։ Իր հետազոտությունների արդյունքում Գյուրջիևը ձևակերպել է մի ուսմունք, որը կոչվել է չորրորդ ճանապարհ։ Այդ ուսմունքում նա եվրոպացիների համար հասկանալի լեզվով ներկայացրել է արևելքի փիլիսոփայական գաղափարները մարդու համահունչ զարգացման մասին։ Բացի այդ, նա համաշխարհային փիլիսոփայության մեջ ներմուծել է փոխադարձ պահպանման գաղափարը, այն է էներգիաների եւ նյութի փոխանակում տիեզերքի բոլոր էակների միջև։ Գյուրջիևի կարծիքով առանց այդ փոխանակման կյանքը մոլորակի վրա անհնար կլիներ։ Այդ նույն չորրորդ ուղին, որը վերագրում ենք իրեն, իրոք դա հեղինակային կարող ենք համարել եւ ովքեր որ փորձում են, մեծ հաջողությամբ կարողանում են ստանալ դա, այսինքն անհրաժեշտություն չկա գնալ ինչ-որ տեղերում, մեկուսանալ, նույն աշխատանքը կարող ես անել դու, ապրելով հասարակության մեջ եւ որևէ մեկը կարող է չզգալ, թե ինչ ահռելի աշխատանք է տվյալ մարդը իր ներսում կատարում եւ ինչպես է մեծ ներքին աճ ապրում։ Եվ դրա համար պարտադիր չէր գնալ անապատներում, ճգներ, ընդամենը պետք էր հետևողական լինել։ Եվ այսօրվա շատ հոգեբանական ուղղություններ, տեխնիկաներ բավական շատ են վերցրել հենց նույն Գյուրջիևի ներկայացրածներից։ Ուղղակի, ինչպես ասեցի, շատերին թվում է, թե դա իրանց գլխում է առաջացել կամ շատերին էլ կարող են մեջ բերել, որ հենց իրենից են վերցրել։ Նայած յուրաքանչյուրը ոնց է հասկացել իր գրածները։ Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել, ասել է Գյուրջիևը։ Եվ այդ սայլը ըստ էության կազմում է նրա չորրորդ ուղի ուսմունքի հիմքը։ Չորրորդ ճանապարհ ուսմունքի համակարգի հիման վրա Գյուրջիևը նախ Թիֆլիսում, ապա Ֆրանսիայում հիմնադրել է Մարդու հարմոնիկ զարգացման ինստիտուտը։ Առաջին դասախոսությունները կարդացել է 1912 թվականին Պետերբուրգում եւ Մոսկվայում, անսպասելիորեն հավաքելով մեծ լսարան։
Բնականաբար հոգևորականները եւ ոչ միայն նրանք Գյուրջիևին մեղադրել են սատանիզմի մեջ։ Ոմանք նրան համարում էին սև, ոմանք սպիտակ մոգության վարպետ։ Սակայն որքան հալածում էին, այնքան ավելի էր աճում նրա որպես միստիկ փիլիսոփայի հեղինակությունը։ Ո՞րն է հիմքը Գյուրջիևի դպրոցի։ Խաղապարը հետևյալն է, որ մարդը ժամանակի ընթացքում մեխանիկական է դառնում արտաքին ազդակներից եւ ֆիզիկականը, զգացմունքը եւ միտքը շատ հաճախ իրարից անշարժ են աշխատում։ Իր դպրոցի հիմքը դա է, որ տարբեր մեթոդներով մարդու դիտարկմամբ եւ առաջին հերթին ինքդ քեզ դիտարկման մեթոդի մշակմամբ դու կարողանաս զարգացնել քո մոտ եւ անընդհատ հիշելով այդ ամեն ինչը եւ անընդհատ հիշելով ինքդ քեզ կարողանաս հարմոնիկ բալանսի բերել զգացմունքդ, միտքդ եւ ֆիզիկականը։ 1923 թվականին Փարիզի Ելիսեյան դաշտերում տված ներկայացումը իսկական փառք է բերել Գյուրջիևին։ Նա ներկայացրել է արվեստ, որի ակունքներն առաջացել են մարդու հոգեկանից, ներաշխարհից ու տիեզերական կապից։ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում է ստացել, որոնց հետևել են հյուրախաղերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա պարերն ու երաժշտական հարյուրավոր ստեղծագործությունները սոսկ շարժում ու մեղեդիներ չեն։ Դրանք բարդ ու սրբազան համակարգեր են, որոնք օգնում են մարդուն հասնել ներդաշնակության։ Այդ գործերը մինչ այսօր հետաքրքրում են արվեստագետներին ու նոր շունչ ստանում։ Դրա վառ օրինակներն են Տիգրան Համասյանի ու Քեյթ Ջարեթի հիանալի մշակումները։ Իր երաժշտությունը մինչև հիմա դբագվում է, ֆիլմերում է օգտագործվում, մեդիտացիաների հատուկ դասերին է, ու ես կարդացել եմ, որ 40-ականներին իր երեկոներ երաժշտական Փարիզում եկել են կանայք, որոնք որ մտածում են, որ հիմա կլսեն կլասիկ երաժշտություն, պատրաստված, այսպես զարդարված, եկել են եւ լսեցին այն ինչ որ իրենք երբեք չէին լսել, իր երաժշտության պես չէին լսել եւ ասում են թե կարդալիս, որ այդ մարդիկ, որոնք պատրաստ չէին այդ երաժշտությունը անցալելու, որոնք որ սովորել այսպես շքեղ նստել եւ լսել կլասիկ, սովորական տրադիցիոն կլասիկ երաժշտություն, այնպիսի մի հատ միստիկ վիճակի մեջ էին գտնվել երաժշտությունից, որ անգամ երաժշտությունը երբ որ ավարտվեց, երկար ժամանակ չէին կարողանում զալից դուրս գային, որտեղ բոլորը ինչ որ sense մոգական բանի տակ էին մնացել, շլեյֆի տակ իր երաժշտությունը։ Այսքան խորն ու կրկուն մտքով օժտված այս փիլիսոփան ուներ նաև անձնական անհավանական սովորություններ։ Դրանցից մեկն էլ մեքենան արագ վարելու սովորույթն էր։ Շատ էր սիրում խմել ֆրանսիական բրենդի, երբեմն էլ օգտագործում էր օփիում, մեկնաբանելով, որ այն օգնում է իրեն աշխատանքի մեջ։ Դա բազմաթիվ փիլիսոփայական եւ գեղարվեստական աշխատությունների հեղինակ է։ Նրա ամենավիճահարույց եւ բացահայտ աստվածամարտիկ համարվող գիրքը «Ամեն ինչ եւ ամենայնը» կամ «Բեհզեբուղի պատմություններն իր թորանը» աշխատությունն է։ Այդ գրքում Դևը նկարագրում է երկրի վրա կյանքը, որպես կասկածելի փորձ, երեք ուղեղ արարածների վրա, որոնք ըստ հեղինակի գաղափարի իրականում հանդիսանում են մարդիկ։ Գյուրջիևը վախճանվել է 1949 թվականին ավտովթարի հետևանքով։ Շատերը համոզված են, որ դա ոչ թե դժբախտ պատահար էր, այլ կանխամտածված սպանություն։ Տարբեր տեսակի մեկնաբանություններ կարող ես գտնել, կապը տարբեր տեսակի ուրեմն pedagogan գործիչների կամ այլ ուրեմն երկրների թակավորների չգիտեմ, այդպես նույնիսկ չեմ ուզում այս անլուրջ թեմայի մասին խոսել, որովհետև իր գործունեությունը շատ ավելի լուրջ է եւ ավելի խորն է, որը կապվում է հայկական իրականության հետ եւ հայկական իրականության մշակութային ժառանգությունը կրելով Գյուրջիևը աշխարհով մեկ շրջագայել է, հասել է մինչև Տիբետ, մինչև Շամբալա եւ արևելյան մտածողության, խոհափիլիսոփայության ամբողջ շարավիղը ուսումնասիրելով, համադրելով, բերել է դեպի Եվրոպա եւ երևի հայտնի է նաեւ ցես, որ 1922 թվականին Փարիզում ստեղծել է Մարտուն դաշնամիսական ինստիտուտ։ Ահա այսպիսի միստիկական, հետաքրքիր փիլիսոփայական ժառանգություն ունենալով հանդերձ ամենակարևորը մեզ համար այն է, որ ինքը երբեք չի կտրվել իր հայրենիքից։
Գյուրջիևը վստահ էր, մարդը արարված է Աստծո պատկերով, օժտված աստվածային ողջ զորությամբ։ Նա ասում էր. կարող ես ուսումնասիրել լուսինը, արևը, աստղերը, բայց հիշիր, լուսինը, արևը, աստղերը, նույնիսկ Աստված հենց քո մեջ է։ Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ լինել անկեղծ, լինել ինքներդ ձեզ հետ։ Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում կկարողանաք տեսնել ձեր տարբեր եսերը։ Ամեն օր դուք դիմակ եք դնում։ Անհրաժեշտ է քայլ առ քայլ հրաժարվել այդ դիմակներից։ Սա է ավանդել մեծագույն փիլիսոփան որպես կյանքը ճանաչելու հիմնական ճանապարհ։ Հետևենք նրա խորհրդին, չէ՞ որ նրան են վստահել պատմության հաղթանակի դրոշակակիրները։ Կհանդիպենք